Ծննդոց, գլուխ 48 Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. ահա քո հայրը հիվանդ է։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին, Մանասեին և Եփրեմին։ Հակոբին հայտնեցին և ասացին. ահա քո որդի Հովսեփը գալիս է քեզ մոտ։ Իսրայելը ուժ հավաքեց և նստեց անկողնու վրա։ Հակոբն ասաց Հովսեփին. ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում, Քանանի երկրում և օրհնեց ինձ։ Եվ ասաց ինձ. ես աճեցնելու և բազմացնելու եմ, ազգերի բազմություն եմ դարձնելու քեզ և քեզնից հետո այս երկիրը տալու եմ քո սերնդին իբրև հավիտենական կալվածք։ Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են։ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։ Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն։ Թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։ Երբ ես գալիս էի Միջագետքից, իմ Ռաքելը մեռավ ինձ վիշտ պատճառելով Քանանի երկրում, Եփրաթայից քիչ հեռու ճանապարհին։ Ես նրան թաղեցի այնտեղ, Եփրաթայի, այսինքն Բեթլեհեմի ճանապարհին։ Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. ովքեր են սրանք։ Հովսեփը պատասխանեց իր հորը. իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ։ Եվ Հակոբն ասաց. խնդրում եմ, ինձ մոտ բեր նրանց, որ օրհնեմ։ Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին և չէր կարողանում տեսնել։ Հովսեփը նրանց մոտեցրեց նրան։ Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։ Եվ Իսրայելն ասաց Հակոբին. ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց։ Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։ Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ, Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից ու մոտեցրեց նրան։ Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը Մանասեի գլխին, դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։ Նա օրհնեց Հովսեփին և ասաց. այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը, Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեց ինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր, այն հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին։ Սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի Աբրահամի և Իսահակի անունով, և երկրի վրա թող շատ բազմանան։ Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն։ Նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։ Հովսեփն ասաց իր հորը. այդպես չէ, հայր իմ, որովհետև անդրանիկը սա է, աջ ձեռքդ դիր սրա գլխին։ Հայրը չկամեցավ և ասաց. գիտեմ, որդյակիմ, գիտեմ։ Նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն։ Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. Իսրայելը քեզանով պիտի օրհնի ասելով. Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։ Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։ Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի։